Հարգելի օգտատեր, բազմիցս ասել եմ, նորից եմ կրկնում, որ կտակը դա գաղտնի գործարք է։ Հետևաբար դուք եք որոշում, բացառապես դուք եք որոշում ձեր գույքի ճակատագիրը, անկախ նրանից, թե դուք միակ սեփականատերն եք, թե բազմաթիվ սեփականատերեր, համասեփականատերեր կան ձեր անշարժ գույքում։ Այդ պատճառով դուք որևէ մեկի համաձայնությունը, որևէ մեկի թույլտվությունը ստանալու կարիք չունեք, ոչ մեկի ստորագրությունը անհրաժեշտ չէ։ Դուք ինքնուրույն նոտարական գրասենյակում ներկայանալու եք միայն դուք։ Գնալու եք դուք ձեր անձահաստատող փաստաթղթով եւ ձեր անշարժ գույքի սեփականության իրավունքը վկայող փաստաթղթով։ Եթե ցանկանում եք նշել անշարժ գույքի հասցեն, եթե չեք ցանկանում նշել հասցեն, կարող եք նույնիսկ դա չնշել, այլ կտակում նշել ձեզ պատկանող գույքը կտակում եք տվյալ անձին, որտեղ էլ որ գտնվի, ինչում էլ որ կայանա, այսինքն եթե միայն այդ անշարժ գույքն է, կարող եք նույնիսկ չնշել։ Եթե մի քանի գույքեր կան, կարող եք առանձնացնել եւ հատուկ նշում անել, բայց ոչ մեկի թույլտվության, համաձայնության, ստորագրության կարիք չունեք։ Դուք եք ձեր գույքի ճակատագիրը որոշում։ Լավ եղեք։